Մովսես մարգարեին Աստված ասավ. «Ջանքարա որեք խորանը որ սարքելու ես, լինի երկնքում տեսածի նման», որովհետև ինքը Աստծո ներկայության մեջ Աստված իրան ցույց էր տալի բոլոր դետալները, չափերը, ամեն տեսակի այդ գործիքները, զոհերի ձևերը, մի ահռելի բան է գրված թվոց եւ ղևտացոց այդ զոհաբերության 5 կտակարանի մեջ։ Տեսեք սիրելիներ, երկինքը էժան չի, երկինքը շատ ավելի բարձր ու մեծ է, սուրբ է եւ թանկ է, եւ նա հենց այնպես չի գալի մարդկանց սրտերի մեջ։ Նա պիտի տեսնի մեր մեջ տեսիք, տեսնի համապատասխանություն որ կա։ Եթե մենք չխոնարհվեցինք ամենակարողի առաջ, վայ մեզ, հասկանում եք, սա սուրբ գիրքն ասում սիրելիներ, դրա համար մենք պետք է զգուշ լինենք, որ իմ հավատքը, դու այսօր քեզ հարց տուր, եթե Աստծո հետ ես հանդիպեմ, ինձ Աստված ինչ կասի, քո հավատքը համապատասխանում է սուրբ գրքին։ Մեր բոլորիս հավատքը համապատասխանում է ազգային ավանդապաշտությանը, բայց ոչ սուրբ գրքին։ Իսկ Աստված ասել է, ես քեզ դատելու եմ սուրբ գրքի խոսքերով, ես քո աստվածապաշտությունը նվիրում եմ միայն դատվելու եւ կշռվելու է սուրբ գրքի խոսքերով, Հիսուսի պատվիրաններով։ Եթե իմ հավատքը Հիսուսի պատվիրանների եւ Աստծո խոսքի հիմքի վրա չի, այլ միայն զուտ ավանդապաշտության, մոմավառության, չգիտեմ ինչ սուրբերի դուր գնալու մատաղ ուտուրներ անելով սիրելներ, ես դատվելու եմ եւ վայ ինձ։ Աստված ասում է, ուզում ես երկինքը գա, սրտիդ մեջ իմ ուզածն է